Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Տեսնում եք ինչ զինանշան են պատրաստել տվել։ Հեղինակը հատուկ ես եմ այս զինանշանի։ Ուզում եք ասեմ, թե ինչ է նշանակում իրանից։ Լավ, ոչինչ։ Մնա իմ խոսքս ասեմ, հետո կասեմ։ Սիրելի ներկաներ, հարգարժան թեմի առաջնորդ, պատգամավորներ, Ռուսաստանը ներկայացնող 102 բազայից և կոնսուլն է այստեղ, товарищ консул, господин консул, я по-коммунистически говорил, товарищ, մի խոսքով բոլոր ներկաներ, ես հայերեն եմ ասում, ուրեմն մի քանի բան եմ ուզում այսպես ասել, հետո որոշակի ընդհանրապես իմ ելույթները, իմ խոսքը ես չեմ գրում, ես իմ մտքով Աստված ինձ թելադրում է, ես ասում եմ, բայց մի քանի բան այստեղից ուզում եմ ընթերցել, մինչև սրան ընթերցելը մի քանի բան ուզում եմ ասել։ Այո, շատ ծանր աշխատանք է սա։ Եթե մարդկային խելքով մտածում ես, ես ասել եմ, նորից ուզում եմ կրկնվել։ Ուրեմն այս հասակի մարդը իրավունք չուներ, գար նորից մտներ այս հսկայական ծանր լծի տակ 13 տարի աշխատելուց հետո։ 13 տարի աշխատել և այդ զրկանքները հանուն քաղաքի, որ իմ նկատմամբ ու մեր տղաների նկատմամբ, որ արեցին ճանապարհին թափվան ավազակները և այդ մահափորձը կազմակերպեցին և ամոթ այսօրվա և նախկին ղեկավարությանը, որ մինչև այսօր այդ գործը բացահայտված չէ։ Եվ այդ հզոր տղեկը, որ այստեղ իրենց թոռները, երեխաները նստած են ու շատ ինձ են լսում, այդպես դարձան քաղաքի ու հայրենիքի ճշմարտության ուրեմն զո։ Եվ այս ամեն ինչի նկատի ունենալով, այսքան գործեր, ուրեմն իրանցից դուրս ասեմ, ուրեմն այդպես ներկայացնելով, որ իմ ձայնս փակ են բան, ես նորից առաջադրել եմ իմ թեկնածությունս։ Դա նշանակում է, որ ես ինչքան եմ սիրում իմ հայրենիքը ու իմ քաղաքը։ Գիտակցաբար մտել եմ այս ծանր լծի տակ։ Հավանական է սա եզան լուծն է, եթե աշխատում է մարդը։ Եվ այս ծանր պայմաններում քաղաքի համար առաջի խնդիրներից մի քանիսը ուզում եմ ասել, ուրեմն դա աշխատատեղերի ստեղծումն է, որ կաղում է ամբողջ Հայաստանում և նամանավանդ Գյումրի քաղաքում։ 37 տարի մենք լսում ենք մի խոսք, որ ամենաանապահով խավը ապրում է Գյումրի քաղաքում Շիրակի դաշտավայրում։ 37 տարի։ Եվ ցավոք սրտի պետական լուրջ մոտեցում աշխատատեղերի ստեղծման, մարդկանց կյանքը բարելավելու ես չտեսա ուրեմն գործող իշխանության թեկնածուի ծրագրերի մեջ։ Ես տեսա մի բան, բակերը կբարեկարգենք, ասֆալտ կանենք։ Իսկ այն ժամանակ իրենց ղեկավարն ասում էր, թե ասֆալտը շատ ատկատ կա ասֆալտի մեջ, դրա մարեք ասֆալտանում։ Այսօր ամենաշատ ասֆալտը իրենք են անում ու ասֆալտի վրա են ասֆալտ անում, ամենասարսափելին դա է։ Ես հատուկ ուշադրությամբ ուշով հետևում եմ։ Լավ, չեմ ուզում ես հիմա դրան շատ անդրադառնալ, բայց ինչ եմ ուզում ասել։ Համար առաջինը Գյումրիին պետք է աշխատատեղ, որը ցավոք սրտի 12 միլիարդ դոլար վերցրել են, բայց 12 աշխատատեղ չեն ստեղծել։ Դրսից։ Երկրորդը դա բնակարաններն է, որ ասենք, պատկերացրեք 37 տարի մարդիկ մնացել են այդ տնակների մեջ։ Ցավում եմ, որ այն ժամանակ, երբ որ Խորհրդային Միությունը կառուցում էր բնակարանները 58 թաղամասում եւ այդ ամեն տեղը, ՀՇ-ի պարագլուխներն ասում էին, թե մենք մեր ձեռքով մեր տունը պիտի կառուցենք եւ եկան այստեղ ռուսներին այստեղից դուրս հանեցին եւ մեր ձեռքով մեր տունը կառուցելը տևեց 37 տարի։
Ուրեմն այն ժամանակվա ռուսների թողած այդ շին մատերիալով եւ ամեն ինչով կարելի էր երկու Հայաստան կառուցել եւ հետեկած օգնություններով։ Չեմ ասում, որ գործարանները համալրվել էին 21-րդ դարի ամենաժամանակակից մեր կենասարկավորումներով եւ ցավոք սրտի պետության աչքի առջև ինչ որ մի հատ տնորեն, սուտ տնորեն, Քավության նոխազը այդ ժամանակվանից մինչև հիմա սուտ տնորենների անունն են տալիս մեկի քաղաքապետերի, որովհետև ուրեմն Քավության նոխազը իրենք են հանդիսանում։ Ուրեմն ամբողջությամբ վաճառեցին Թուրքիա, Պարսկաստան եւ դրսում վաճառվեցին։ Ոչ մի մեկենասարկավորում չմնաց, գործարանները անդերուտուս մնացել է, պատկերացրեք հսկայական Գուլբան Ասկեղենի գործարանը, որ պահում էր ամբողջ համամիութենական նշանակություն ունեցող գործարանները, այսօր ինչ որ մի հոգի ասենք սեփականաշնորհել է, պետությունը չի կանչում, ասում թե գիտեք ինչ կա, ես ինչով օգտակար լինեմ, ինչ վարկեր տրամադրեմ ձեզ, որպեսզի կարողանաք աշխատատեղեր ստեղծել։ Մոսկվայից ու դրսից մարդիկ եկել են այստեղ գործարան են բացել, հենց այդ գործարանի մեջ տարածքները վերցրել են, ուրեմն արտադրանք են աշխատատեղ են ստեղծել, բայց պետությունը չի կանչում, չի զգաստացնում մարդկանց։ Չի կանչում, չի օգնում, որովհետև բանկային մի համակարգ կա։ Բանկային, որ ասենք դա կործանման, որ երկիրը, որ բանկերը 18-ից 25%-ով վարկեր են տրամադրում, ուրեմն գիտեցեք, դա երկիրը տանում է կործանման։ 0.25% գումարները վերցնում են, իրանց ընտանիքների մեջ բաժանել են, բանկեր են ստեղծել, բոլորի ժողովրդի վրա 18-ից 25%-ով վարկերը տրամադրում են։ Հիմա էլ ուզում են սահմանը բացել Թուրքիայի։ Թուրքիայի սահմանը, որ բացեցին, Թուրքիայում վարկերը 2-ից 4% է։ Բացի դրանից գործարարներին տալիս են 1% կամ ընդհանրապես տոկոսներ չեն վերցնում։ Եվ հիմա այդ գործարարները 2%-ով վարկերը վերցրած 25%-ով Հայաստանի գործարարները։ Դուք պատկերացնում եք ինչ որ կա փակվելու է։ Այդ պետությունը մոդիկ չի գալիս, իրանց համար այդ հարցերը նշանակություն չունի, ընկել են սդից, հադիկ, ջիպ, չգիտեմ, կատլետ հետ ենք վերադարձնելու, այդ սկզբունքին արդեն հասկանալի է ամեն ինչը։ Հետո գիտեք ինչ կա, մի բան էլ ասեմ, էլ չեմ ուզում ես այդտեղ շատ խորանալ, քանի որ հիմա ուրիշ ձևի չընկալվի, բայց ինչ ձևի ուզում է թող ընկալվի, բայց մի բան ուզում եմ ասել։ Այո, այն ժամանակ, որ եկա քաղաքապետարանի 99 թվականին եւ ժողովրդի մեջ մեծ անդունդ էր գոյացած։ Ես կարողացա այդ անդունդը փոխել եւ դարձնել, որ ժողովուրդն ասում էր գնանք հերանցս տուն։ Քաղաքապետարանը դառավ ժողովրդի հերանց տունը։ Եվ ցավում եմ, որ իմ 13 տարիներից հետո, որ քաղաքապետարանի կողքից անցնում էին, անեծքով էին անցնում մարդիկ։